Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Նոր կենսաչափական անձնագրեր բարձր անվտանգությամբ եւ միջազգային առաջատար փորձի կիրառմամբ նախարարի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների թագավորությունում էր։ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ եւ անխոչնդոտ, ինչը եւս մեկ անգամ փաստում է Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ մայիսի 9-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության պետնախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել են հաղթանակ զբոսայգի։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար զոհվածների հիշատակին, ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշակոթ հողին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ներկայացված առաջին զեկույցը արձանագրում է Հայաստանի իշխանությունների ամուր քաղաքական հանձնառությունը եւ տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Մայիսի 5-ին Հայաստան Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանն է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Զեկույցում մասնավորապես ասված է. Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել, չնայած այն հանգամանքին, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս, բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական եւ քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության եւ միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։ Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի 4 ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը։ Կնքվել է պետություն մասնավոր գործընկերության պայմանագիր կենսաչափական յունականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստան ընդունել է բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական եւ անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը եւս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման եւ օգտագործման հարցում։ Հայաստան ակտիվորեն մշակում է սահմանների համալիր կառավարման 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես 2026 թվականի հունվարից գործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ Ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի եւ կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը եւս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը եւ ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների եւ ոչ ԵՄ երկրների հետ հետընդունման ոլորտում։ 2018 թվականից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականի ռազմավարության մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման եւ նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։ Թրաֆիկինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրը ընդունվելու է 2026 թվականին եւ այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել Եվրոպական միության կողմից։ Եվրոպական կողմը դրական է գնահատում նաեւ անձնական տվյալների պաշտպանության նոր եւ անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին եւ լավագույն փորձին։
Հայաստանն այժմ մշակում է խտրականության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքը եւ ազգային փոքրամասնությունների մասին օրենքը դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն, բռնությունից եւ շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։ Ողջունելով դրական դինամիկան, Եվրոպական հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ եւ պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ եւ հետեւողական իրականացմամբ։ Զեկույցում ներկայացված են նաեւ առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։ Հանձնաժողովը շարունակելու է հետևել գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը Եվրոպական միության անդամ երկրների փորձագետների աջակցությամբ եւ այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին, տրամադրելով հատուկ տեխնիկական եւ ֆինանսական օգնություն, մասնավորապես Հայաստանի համար նախատեսված դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում։ Վերլուծելով գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշների շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը, Եվրոպական հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման եւ ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման առաջանցիկ փուլում է, իսկ հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ոլորտներում լավ առաջընթաց է արձանագրել։ Գագաթան ժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը կարևորվում է հայ ժողովրդի կողմից, քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին։ Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում եմ, քանի որ այն խիստ դրական բնույթ ունի։ Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարվել է արդյունավետ աշխատանք եւ կա արձանագրված առաջընթաց։ Մենք միանգամայն վստահ ենք, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի եւ կհասնի իր նպատակին։ Մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամությունը։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Ֆրոնտեքսի գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը շրջադարձային փուլ է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին, ընդգծելով գործընկերության խորացման պատրաստակամությունը։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն։ Փաստաթուղթը միտված է իրավական եւ գործնական հիմք ստեղծել օպերատիվ տեղեկատվության փոխանակման համար, զարգացնել ռիսկերի վերլուծության, իրավիճակային գնահատման եւ վաղ նախազգուշացման մեխանիզմները, խթանել մասնագիտական վերապատրաստումները եւ կարողությունների ամրապնդումը, նաեւ աջակցել անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության, սահմանային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանը։ Աշխատանքային պայմանավորվածությունը համահունչ է Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում սահմանված հենանիշների իրականացմանը։ Փաստաթղթով Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը պահպանելու Ֆրոնտեքսի հետ ամուր գործնական եւ վստահության վրա հիմնված համագործակցությունը եւ առաջիկա տարիներին խորացնելու այս ռազմավարական գործընկերությունը։ Ֆրոնտեքսի հետ աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն եւ սահմանային մարտահրավերներին, ինչպես նաև ամրապնդել ազգային կարողությունները ԵՄ լավագույն փորձին եւ չափորոշիչներին համապատասխան։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների Հարլեմ քաղաքում ծանոթացել է նոր կենսաչափական անձնագրերի արտադրության ընթացքին։ IN Group ընկերության արտադրամասում քննարկվել են փաստաթղթի դիզայնը, անվտանգության տարրերն ու նախատպագրական աշխատանքները։ Նշվել է, որ նոր անձնագրերը մշակվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան, ապահովելով տվյալների առավել բարձր պաշտպանվածություն։
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված այն գրու ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։ Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում տվյալների պոլիկարբոնատե էջի եւ վիզա էջերի համադրությունը, քննարկվել փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։ Մենք արդեն այն փուլում ենք, որ աշտանը կարողանանք գործարկել նոր կենսաչափական ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետությունում ամբողջական ծավալով։ Այս գործընթացը արդեն իրականացրել ենք ID քարտերի համար, որոնք նախատեսված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օգտագործման համար, այլ նաև օտարերկրացիների, որոնք տարբեր իրավական կարգավիճակներով բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց համար այս ամբողջ փուլը արդեն փակված է եւ որոշակի ծավալների տպագրություն արդեն իսկ իրականացված է։ Դա նախորդիվ իրականացրել ենք Չեխիայի Օստրավա քաղաքում։ Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը եւ հայկական կողմին գոհացնելու բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել առավելագույն ջանք։ Խնդիրն անվտանգության առանձնահատկությունների եւ Հայաստանի Հանրապետության պատմությունն ու մշակույթը ներկայացնող ամենագեղեցիկ պատկերների միջև ճիշտ հավասարակշռություն գտնելն է։ Մենք պատրաստել ենք մի քանի տարբերակներ, որպեսզի պատվիրակությունը կարողանա գնահատել եւ ընտրել լավագույնը, համոզվելով, որ այդ փաստաթղթերը համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել մասնագիտական խորհրդատվություն։ Այս պահին արդեն ճամփորդական փաստաթղթերի, անձնագրի տեսք ունեցող փաստաթղթերի հաստատման փուլում ենք։ Իհարկե, ամենադետալային աշխատանքը տարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ուղղությամբ, թեկուզ այն պարզ պատճառով, որ այն պատկերազարդ է եւ յուրաքանչյուր էջ առանձին խնամքով մեծ ծավալի դետալային աշխատանք է ենթադրում։ Պատկերազարդման բաղադրիչը մի առանձին մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում մեր մասնագիտական համայնքի հետ մենք գեներացրել ենք գաղափարներ, այնուհետեւ դրանք վերածել ենք իլյուստրացիաների, բայց այստեղ արդեն Նիդերլանդներում դրանք հատուկ մշակում են անցնում, որովհետև պետք է ադապտացվեն եւ հարմարեցվեն անվտանգային բաղադրիչներին։ Մասնավոր գործընկերոջ փորձագետները միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող եւ զարգացող ստանդարտներին։ Ամբողջական փաստաթուղթ անցնում է որակի ստուգում, որպեսզի առանձին էջերի համակցությունը եւս հաստատվի որպես անվտանգ, բայց մենք այս աշխատանքը տանում ենք իսկապես մեծ խնամքով եւ հոգատարությամբ, որովհետեւ գիտակցումն այն է, որ ստեղծում ենք ապրանք երկարաժամկետ օգտագործման համար։ Արփինե Սարգսյանի ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։ Ֆրանսիացի եւ նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։ Այստեղ մեր գտնվելը նաև մեկ ուրիշ կարևոր խորհուրդ ունի, դա պետության եւ միջազգային մեծ հեղինակավոր ընկերության համագործակցության մասին է։ Սա կարևոր փորձառություն է, որպեսզի արձանագրենք ինչպես ստանալ մեկ միասնական հանձնառության շրջանակում մեկ միասնական կարևոր արդյունք, որտեղ պետությունը հոգում է իր արժեվ դրված խնդիրները, իսկ մասնավորը իր բիզնես նպատակներն է հոգում, բայց դրանից արդյունքը չի տուժում եւ դրանից միայն շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետեւ մենք սահմանելու ենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր որակ մեր երկրում։ Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում, զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով եւ բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաեւ եռագույն, հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։ Այս անձնագրերն ու նույնականացման քարտերը յուրաքանչյուր քաղաքացու համար իսկական հպարտության աղբյուր են։ Կարևոր է, որ պետություն մասնավոր գործընկերության շատ սերտ համագործակցության շնորհիվ միասին գտնենք երկրի եւ քաղաքացիների համար լավագույն տարբերակները։
Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կենսաշապական անձնագրի նախատպագրության փուլում նախ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգման։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ կիսվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր նույնականացման փաստաթղթերով եւ անձնագրերով։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով ստացված արդյունքները կներկայացվեն ներքին գործերի նախարարությանը։ Մայիսի 6-ին ներկայացվել են Հայաստանում ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման նոր հետազոտության արդյունքները, որին մասնակցել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հետազոտության համաձայն աճել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության նկատմամբ, ինչպես նաեւ դրական գնահատականները ծառայությունների արդյունավետության եւ հասանելիության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ արդյունքները կարևոր գործիք են բարեփոխումների ազդեցությունը գնահատելու եւ հետագա քաղաքականությունը ձևավորելու համար, ընդգծելով շարունակական առաջընթացի անհրաժեշտությունը։ Մայիսի 6-ին տեղի ունեցել Հայաստանում ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկային ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների ղեկավար կազմը ԵՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի անվտանգության ոլորտի կառավարման եւ բարեփոխումների ծրագրի պատասխանատու Ռուզանա Բաղդասարյանը, Արինսայթս հետազոտական ընկերության հիմնադիր եւ հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը, ԵՀԿ ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Առցանց եղանակով մասնակցում էր ԵՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնը։ Արփինե Սարգսյանի խոսքով արդեն երկրորդ անգամ իրականացվող հետազոտության արդյունքների բաց եւ թափանցիկ ներկայացումը ներքին գործերի նախարարությունը դիտարկում է որպես հանրության հետ կապի կարևոր խողովակ։ Արդյունքները հնարավորություն են տալիս ոչ միայն արձանագրել ձեռքբերումները, այլև բացահայտել այն ուղղությունները, որտեղ լրացուցիչ աշխատանքի կարիք կա։ Ներքին գործերի նախարարը կարևորելով նման հարցումների պարբերաբար իրականացումը անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներին, ըստ որի հարցվածների 61%-ը լիովին կամ հիմնականում գոհ է ոստիկանության աշխատանքից։ Նրա խոսքով հետազոտությունը կարևոր գործիք է ազդեցության գնահատման, հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև հետագայում քաղաքականության մշակման համար։ Արինսայթս անկախ հետազոտական ընկերությունը համանման հետազոտություն է իրականացրել նաև 2024 թվականին ԵՄ կողմից ֆինանսավորված հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում ծրագրի շրջանակում, ինչը հնարավորություն է տվել 2026 թվականի արդյունքները ներկայացնել 2024 թվականի հետ համեմատությամբ։ Հետազոտության շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության եւ անվտանգության, ոստիկանության եւ դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության մակարդակի եւ վերաբերմունքի, գործառույթների իրականացման արդյունավետության, գոհունակության, կանանց ներգրավվածության եւ մի շարք այլ ընկալումներին։ Հարցմանը մասնակցած 1812 անձանց 69.1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ինչը 2024 թվականին արձանագրված 65.2% ցուցանիշի համեմատ աճել է 3.9%-ով։ 92.1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է 2.6%-ով, կազմելով 77.4%։ Հարցվածների 52.8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը։ Հանրագումարային ցուցանիշն աճել է 7.5%-ով, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը, կազմելով 21.2%։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հարցվածների 74.6%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք վերաբերմունք։ Ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 12.8%-ով, 41.5%-ից հասնելով 54.3%-ի։ 63.9%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի ոստիկանության նկատմամբ։ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 6.8%-ով։ Բարեկային ծառայության նկատմամբ դրական վերաբերմունքն աճել է 3.7%-ով, համայնքային ոստիկանության նկատմամբ 7.9%-ով։ Քրեական ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 52.4%-ը, ոստիկանության գվարդիայի նկատմամբ 48%-ը։ Հարցվածների գերակշիռ մասը 66.6%-ը համաձայն է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին։ 2024 թվականի համեմատ թիվն աճել է
6.3%-ով։ 61.1%-ը գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար եւ հարգալից վերաբերմունք։ 60.3%-ը համաձայն է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ եւ բարեվարկ։ 51.5%-ը նշել է, որ ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառում է համաչափ եւ իրավաչափ։ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 7.3%-ով։ 2026 թվականի ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության ընկալումները համանման են 2024 թվականին արձանագրված պատկերի հետ։ Անդրադառնալով հետազոտության արդյունքներին, նախարար Սարգսյանը կարևորել է բազմաթիվ ուղղություններով արձանագրված դրական աճը, մասնավորապես ընդգծել ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության բարձրացումը, ինչը վկայում է ենթակա մարմինների աշխատանքի, նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների եւ մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետության մասին։ Ներքին գործերի նախարարը շեշտել է, որ նախարարությունը հետազոտության արդյունքները դիտարկում է որպես հերթական նշաձող եւ շարունակելու է հետեւողական քայլերով ապահովել նոր առաջընթաց։ Հետազոտությունը պատվիրակվել է ԵԱՀԿ-ի կողմից, ԵՄ կողմից ֆինանսավորվող հաշվետու արդյունավետ եւ գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի կողմից։ Հայաստանում անցկացվել է աննախադեպ քաղաքական շաբաթ, հյուրընկալելով եվրոպական շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստանի Եվրամիություն առաջին գագաթնաժողովների շրջանակում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գործընկեր կառույցների հետ ապահովել է միջոցառումների բարձր մակարդակի անվտանգություն, իրականացնելով լայնածավալ կազմակերպչական եւ օպերատիվ աշխատանքներ։ Պատմական շաբաթ Հայաստանի եւ Եվրոպայի համար։ Եվրոպական երկրների շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանում էին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովին։ Միջոցառումների շարքն աննախադեպ էր ինչպես աշխարհագրական, այնպես էլ կազմակերպչական եւ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ոստիկանությունը իրականացրել է մեծածավալ բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ։ Կազմվել է համալիր միջոցառումների իրականացման պլան, իրականացվել է ժամանացյուրերի դիմավորում եւ ուղեկցում հյուրանոցներ։ Իսկ հյուրանոցներում 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով իրականացվել է ուժեղացված ծառայություն, որտեղ ներգրաված են եղել ոստիկանության բոլոր 4 հենասյուների ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը համագործակցելով իրավապահ համակարգի գործընկերների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ապահովել է կայուն եւ անվտանգ միջավայր շուրջօրյա վերահսկողության տակ պահելով իրավիճակը։ Համալիր միջոցառումների շրջանակում արարողակարգային ուղեկցություններ են իրականացրել ոստիկանության գվարդիայի ծառայողները։ Քաղաքացիները գիտակցելով միջոցառումների կարևորությունը հետևել են ներքին գործերի նախարարության ոստիկանության ցուցումներին, ըմբռնումով մոտեցել երթևեկության սահմանափակումներին։ Մասշտաբային միջոցառումները շարունակվել են նաև մայիսի 5-ին։ Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում մասնակցել է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված միջոցառմանը։ Եվ ոստիկանության գվարդիայի ձևավորումից հետո սա ամենածավալուն միջոցառումն էր հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման առումով։ Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներ անցան անվտանգ եւ անխոչնդոտ, ինչը եւս մեկ անգամ փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականը Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։
Եվրոպոլում Հայաստանի կապի սպայի նշանակումը միայն խորհրդանշական քայլ չէ, դա գործնական մակարդակում Հայաստանի ինտեգրումն է եվրոպական իրավապահ համագործակցության համակարգին։ Սա նշանակում է ավելի արագ տեղեկատվական փոխանակում, ավելի արդյունավետ պայքար անդրազգային հանցավորության դեմ և Հայաստանի անվտանգության համակարգի աստիճանական մոտեցում եվրոպական չափանիշներին։ Մայիսի 6-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Երևանյան երկխոսություն 3-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է եվրոպական ինտեգրումը իրավապահ համակարգի համար հնարավորություններ եւ մարտահրավերներ թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումը համախմբել էր հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների եւ միջազգային փորձագետների քննարկելու իրավական համակարգի արդիականացման եւ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցության հեռանկարները։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպոլում Հայաստանի Հանրապետության կապի սպայի նշանակումն առանցքային նշանակություն ունի Հայաստան-ԵՄ իրավապահ համագործակցության զարգացման տեսանկյունից եւ նշել, որ այն տարիների հետևողական ինստիտուցիոնալ ջանքերի արդյունք է։ Կապի սպայի տեղակայումը չպետք է դիտարկել պարզապես որպես արտերկրում ներկայացուցիչ ունենալու փաստ։ Սա Հայաստանը եվրոպական իրավապահ համագործակցության ցանցին առավել սերտորեն ինտեգրելու լայնածավալ գործընթացի մի մասն է։ Կապի սպան ծառայում է որպես օպերացիոնալ կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի եւ Եվրոպական միության անդամ երկրների միջև, օգնելով զգալիորեն բարձրացնել ամենօրյա աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը։ Նախարար Սարգսյանի դիտարկմամբ սա առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, կիբերհանցագործությունների, թրաֆիքինգի եւ այլ հանցատեսակների դեմ պայքարում։ Ներքին գործերի նախարարի խոսքով հանցավոր խմբերն այսօր գործում են անդրազգային մակարդակում, կիրառում են նորարարական տեխնոլոգիաներ եւ արագորեն հարմարվում են իրողություններին, ուստի որևէ պետություն չի կարող արդյունավետորեն դիմակայել այդ սպառնալիքներին գործելով մեկուսացված։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է հանձնառություն ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում շարունակելու օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխությունները ստեղծելով առավել թափանցիկ, հաշվետու եւ ժամանակակից իրավապահ համակարգ։ Կարևորվել է փորձի փոխանակումն ու մասնագիտացված կառույցների հետ գործակցությունը, ինչը հնարավորություն կտա արդիականացնել դատական համակարգը եւ ամրապնդել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի նախագահ Պոշտյան Շկրլեցը, Պորտուգալիայի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարին Ցանցի ներկայացուցիչ Ժոաու Կոնդե Կորեյան։ Ղարաբաղից տեղահանված անձ, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։